Սաուդյան Արաբիայի իշխանությունները ավելի քան 300 միլիոն դոլար են ծախսել մահմեդական սրբավայրեր ամենամյա ուխտագնացության անվտանգության բարելավման նպատակով։ Սակայն հրմշտոցները դեռևս անխուսափելի են Սաուդյան Արաբիայում եւ այլուր։ Հոգեբանները փորձում են հասկանալ պատճառները եւ թե ինչպես կարելի է դրանք կանխել։ Ուսումնասիրելով ուսանողների վարքը, Սասեքսի համալսարանի հոգեբանները վարքային տարբերություններ են նկատել միևնույն տարածքում գտնվող անհատ ուսանողների եւ որևէ ընդհանուր խմբային ինքնություն ունեցողների միջև։ Խմբային ինքնության գիտակցությամբ եւ անհատ ուսանողների երկու տարբեր խմբերի առաջադրանք ենք տվել քայլեր դեպի Սասեքսի գրադարանային հրապարակ եւ նկարահանել ենք նրանց։ Համեմատելով խմբերի վարքագիծը կամրջի տակով անցնելիս նկատել ենք տարբերություններ։ Խմբային ինքնություն ունեցողները, օրինակ նույնանման գլխարկ կրողները, քայլում են միասին որոշակի շարքով, մինչդեռ որևէ խմբային պատկանելություն չունեցող ուսանողները պարզապես անկանոն կերպով անցնում են միմյանց կողքով։ Մյունխենի կիրառական գիտությունների համալսարանի սոցիալական հոգեբանները տեսանյութերի հիման վրա ստեղծել են համակարգչային մոդելավորում, ըստ որի ընդհանուր ինքնություն ունեցող ուսանողները ավելի դանդաղ են շարժվում եւ հակված չեն խուճապի մատնվելու։ Սակայն նրանց վարքը դյուրակառավարելի է, քանի որ նրանք առավել ապահով են զգում, երբ ընդհանուր խմբում են։ Դրա բացատրությունն այն է, որ որքան մարդիկ շատ են իրենց նույնացնում ամբոխի հետ, այնքան ավելի շատ սոցիալական աջակցություն են ակնկալում։ Հոգեբանների խոսքերով այս եւ այլ հետազոտություններ մատնանշում են, թե որքան կարևոր է նման դեպքերում առանձնացնել անհատների, ովքեր կիուրացնեն եւ խմբին հստակ ուղղություն կտան, տարանջատելու անվտանգ եւ վտանգավոր վարքի նախապայմանները։ Ամերիկայի ձայն հեռուստահանդես։